Վերջին զանգը սերիալի իրադարձությունները հասել են նոր շրջադարձի լուրջ փոփոխություններով ու անսպասելի բացահայտումներով։ Բագրատն, ով վաղուց կասկածել է Շախունցների և Միքայելի կապերի մասին, որոշում է գնալ Ավագի ու Վիկտորիայի տուն, վերջապես ճշտելու, թե ինչ է իրականում կատարվում։ Նա չի սխալվում, Ավագն ու Վիկտորիան իսկապես ինչ-որ գաղտնիքներ ունեն և դա կապված է Միքայելի հետ, բայց ամեն ինչ առավել սարսափելի կլինի, երբ Բագրատը կպարզի, որ վերջինիս սրտում տեղ գտած ամենամեծ պլանը կապված է Աննայի ու Միքայելի ընտանիքի անդամների հետ։ Շատ շուտով Անգելինան, ով տարիներ շարունակ մտածել ու ապրել է այդ ընտանիքում, որտեղ եղել է սիրված, արագորեն կհանդիպի իր անցյալի մթնշաղներին, հենց նա կլինի այն հանգույցը, որը կբացի բոլոր գաղտնիքները։ Անգելինայի անցյալը, որը մինչ այդ պահվում էր փակված, սկսելու է դուրս գալ իրական աշխարհ, բայց ինքը միայն չի կարողանա բացահայտել ամբողջ ճշմարտությունը։ Նա կդառնա այն կարևոր կետը, որտեղ սկսվում է թե Սոսի, թե Լիլիթի, թե Բագրատի խաղը։ Իսկ ամենավառ իրադարձություններից մեկը Արամի ժամանումն էր։ Արամն, ով Սոսի ու Լիլիթի որդին է, վերջապես եկել է Հայաստան։ Բագրատն էլ իր հերթին սկսել է նոր խաղ խաղալ։ Նա կազմակերպում էր շքեղ հյուրասիրություն և հրավիրում Աննային ու նրա ընտանիքին։ Աննայի համար սա իրական շոկ կլինի, երբ իմանա, որ Արամը Սոսի ու Լիլիթի որդին է։ Նա պարզելու է, որ ամբողջ աշխարհն իր դեմ է եղել և ապրել է իր շուրջը միայն կեղծիքներով։ Բագրատը չի էլ թաքցնում իր մտադրությունը, նրան չի խանգարելու նույնիսկ այս բացահայտման պատճառով։ Նա պատրաստ է ամբողջությամբ վերահսկելու իրավիճակը, պարզելով, թե ինչպես կարող է հասնել իր նպատակին, օգտագործելով նույնիսկ իր հարազատ երեխաներին։ Արամի գալուստը սերիալին նոր շունչ է հաղորդում, իսկ իրադարձություններն ու բացահայտումները հեռուստադիտողների համար լինելու են հետաքրքիր ու անակնկալ։ Աննայի կյանքում, որը մինչ այդ կարծես հանգիստ էր ընթանում, սկսում է սառը, կործանարար ճշմարտությունների շարքի բացահայտումը, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կերպ Աննան կկարողանա ընդունել այս անսպասելի իրականությունը։ Իսկ մինչ այդ կբացահայտվեն գաղտնիքներն ու հետաքրքիր նոր ինտրիգներ, միացեք մեր ալիքին, դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը և իհարկե չմոռանաք բաժանորդագրվել։ Գրեք նաև, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի կամ դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Իսկ հեռուստասերիալում իրավիճակը գնալով էլ ավելի է լարվում, չնայած նկարահանման հրապարակում միշտ ջերմ ու ընկերական մթնոլորտ է տիրում։ Բագրատը որոշել է ամեն գնով Շախունցների ընտանիքին ոչնչացնել, իսկ նրա կարծիքով այդ ոչնչացման սկիզբը դրվելու է հենց Անգելինայի ու Միքայելի կապի բացահայտումը։ Նա շատ լավ հասկանում է, որ հենց այդ կետից կարող է սկսվել Շախունցների ընտանիքի քայքայումը։ Նա Ավագի ու Վիկտորիայի տուն գնալով հասկացնում է, որ գիտի ճշմարտությունը։ Արդյոք Ավագն ու Վիկտորիան կասեն նրան։ Հնարավոր է, որ որոշ ժամանակ թաքցնեն, բայց Բագրատն այդքան էլ միամիտ չէ և շատ շուտով նրա համար բացահայտվելու է ողջ ճշմարտությունը, որն էլ նա օգտագործելու է Շախունցների ընտանիքի դեմ, օգտագործելով նույնիսկ իր հարազատ զավակներին ու չկանգնելով ոչնչի առաջ։ Այսքան ժամանակ Աննայի դուստրը գտնվելով իր կողքին, նա չի էլ կասկածում, որ նա այն երեխան է, ում տարիներ առաջ իբրև թե կորցրել էր ու Միքայելի մեղքով նրա հարազատ դուստրը մեծացել է իրենից հեռու և այլ ընտանիքում։ Չնայած որ Միքայելի կերպարը սիրված է հեռուստադիտողների կողմից, բայց կգա ժամանակ, որ Միքայելը պետք է իր արածների համար պատասխան տա։ Աննան կասկածում է, որ ինչ-որ բան թաքցնում են և այդ գաղտնիքը կապված է Անգելինայի հետ, բայց նա դեռ չի կողմնորոշվում, թե ինչպիսի գաղտնիք կարող է դա լինել, իսկ այդ գաղտնիքի բացահայտումը փոխելու է ամեն ինչ։ Հեռուստադիտողները ցանկանում են, որ Աննան ու Միքայելը միասին լինեն, բայց արդյոք Աննան այնքան ուժ կգտնի իր մեջ, որ այդ գաղտնիքի բացահայտումից կկարողանա կանգնել Միքայելի կողքին, չէ՞ որ այսքան տարիներ իր կենսաբանական դուստրը, իր հարազատ դուստրը մեծացել է իրենից հեռու, ու այսքան տարիներ նա տառապել է իր դստեր կորստով։ Բայց ամեն ինչ դեռ առջևում է։
Հեռուստասերիալի սկզբում Սոսի կերպարը ներկայացվում էր որպես բարի ու դրական կերպար, սակայն հեռուստադիտողները կարծում են, որ Սոսն այլևս դրական կերպար չէ, քանի որ նա պետք է հեռուստասերիալի հենց սկզբում պայքարեր Աննայի սիրո համար և ոչ թե տարիներ հետո գար ու նրան պատժելու ծրագիր մշակեր։ Ինչպես է ստացվել, որ Սոսը սկսել է համագործակցել Բագրատի հետ, երբ այս ամենում ամենամեծ մեղքի բաժինն ունի հենց Բագրատը։ Ինչու է Սոսը ամուսնացել Լիլիթի հետ, չէ՞ որ Լիլիթն ամեն ինչ արեց, որպեսզի Սոսն ու Աննան միասին չլինեն։ Ամեն ինչ տեղի ունեցավ Լիլիթի մեղքով, իսկ այժմ Լիլիթը վերադառնում է Սոսի հետ միասին ու նրանց զավակներով։ Այս ամենը իսկական շոկ է լինելու Աննայի համար, և դժվար թե բավական երկար ժամանակ Աննան կարողանա դուրս գալ այդ վիճակից, հատկապես նման ծանր իրավիճակում և հղիության շրջանում։ Իսկ թե ինչպիսի զարգացումներ է նախատեսել հեռուստասերիալի սցենարիստը, ցույց կտա ժամանակը։ Նշենք, որ «Վերջին զանգը» հեռուստասերիալը համարվում է այս պահին ամենադիտարժան ու ռեյթինգային նախագծերից մեկը։